Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հարցնում է Աստվածամոր վերափոխման տոնի խորհրդի մասին եւ նաեւ հարցնում, թե ինչու է կատարվում խաղողորդնեքի արարողությունը, ինչ կապ ունի խաղողը Աստվածամոր վերափոխման տոնի խորհրդի հետ։ Նախ վերափոխման տոնին անդրադառնալով պիտի նշենք, որ պատմականորեն մեզ հայտնի է հետևյալ իրականությունը, որ Քրիստոսի համբարձումից հետո Աստվածամայրը աշխարհում մնաց եւս 12 տարի եւ ամբողջ այդ տարիների ընթացքին նա մնաց Երուսաղեմում, ապրում էր Հովհաննես առաքյալի տանը։ Եվ այդ 12 տարիների ընթացքին Աստվածամայրը բազմաթիվ հալածանքներ ու չարչարանքներ կրեց, հատկապես հրեաների կողմից, քանի որ շատ տարբեր առիթներով հրեաները փորձում էին նաև վնասել կամ նույնիսկ սպանել Աստվածամորը որպես Հիսուսի մոր։ Եվ ավանդույթներից մեկի համաձայն, երբ որ հրեաները փորձեցին մի առիթով այրել այն բնակարանը, որտեղ ապրում էր Աստվածամայրը, կրակը հենց իրենցից 7 հոգու այրեց, իսկ տունը չվնասվեց։ Քրիստոսի համբարձումից անցավ 12 տարի եւ եկավ ժամանակը, երբ որ Քրիստոսի խոստման համաձայն Աստվածամայրը պիտի վերափոխվեր, երկրավոր կյանքից պիտի վերափոխվեր երկնային կյանքի։ Եվ վերափոխումից առաջ 30 օր առաջ Գաբրիել հրեշտակապետը, ով Քրիստոսի ծննդյան ավետիսն էր փոխանցել Աստվածամորը, այցելելով կույսին նրան տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։ Եվ Սուրբ Կույս Մարիամը իր մահից առաջ խնդրեց, որպեսզի Հովհաննես առաքյալը Սուրբ Պատարագ մատուցի եւ հաղորդակցվելով Քրիստոսի մարմնին եւ արյանը, դրանից հետո Աստվածամայրը ննջում է եւ հուղարկավորումից հետո Աստվածամայրը համբարձվում դեպի երկինք։ Սա պատմական շատ համառոտ ակնարկն էր Աստվածամոր վերափոխման տոնի խորհրդի։ Իսկ ինչ վերաբերում է խաղողի օրհնությանը եւ ինչ կապ ունի վերափոխման տոնի հետ, մենք պիտի հիշենք ավետարանական այն ճշմարտությունը, համաձայն որի որ խաղողի ողկույզը եւ առհասարակ խաղողը Քրիստոսի կողմից մեծ պատվի արժանացավ։ Նախ ավետարանական այն խոսքի համաձայն Հովանու ավետարանում, որտեղ Քրիստոս ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկը»։ Քրիստոս ինքը իրեն համեմատում է խաղողի որդի հետ։ Իսկ նրան սիրով կապվածներին կամ Քրիստոսին հավատացողներին անվանում է ճյուղեր, իսկ հայրը մշակն է։ Հայրը էտելով որդատունկը այն պտղաբեր պիտի անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ պիտի դարձնի։ Այնուհետև Քրիստոս մեկ ուրիշ առիթով գինին, խաղողի արյունը իր փրկչական արյան նյութը դարձրեց եւ վերնատան ժամանակ իր ձեռքերի մեջ վերցնելով օրհնեց գինին, խաղողի հյութը, ասելով. «Սա է նոր ուխտի իմ արյունը, որով եւ մենք գնվեցինք եւ ազատագրվեցինք մեղքի ծառայությունից եւ մահից»։ Ու ամեն տարի որպես մեր այգիների երախայրիկ մենք խաղողը նվիրում, խաղողի որդի պտուղը նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ ընծայով կամ խաղողի այդ ողկույզով բոլոր պտուղները օրհնություն ստանան։ Աստվածամոր վերափոխման տոնը իր խորհրդով պատմում է երկնքի արքայության մասին։ Եվ մենք ինչու ենք այսօր մեր կյանքում եւ քրիստոնեական եկեղեցիների ծիսարարողական կյանքում այսքան մեծ պատվի արժանացնում Աստվածամորը, ոչ միայն այն պատճառով, որ Աստվածածինը Քրիստոսին ծնեց, սնեց, մեծացրեց։ Սա մի գործողություն է, որ անում էին բոլոր եւ անում են բոլոր մայրերը։ Աստվածամայրն իր սեփական քրիստոնեական սխրանքը կատարեց, բացի այն, որ Քրիստոսին ծնեց ու մեծացրեց։ Նա գործեց այնպիսի սխրանք, ինչպիսին ոչ մի քրիստոնյա չի կարողացել անել։ Աստվածամայրը ֆիզիկապես կորցրեց իր որդուն, բայց շարունակեց ապրել իր որդու համար եւ հանուն իր որդու։ Ու իր այդ 12 տարիները Քրիստոսի համբարձումից մինչև իր ննջումը, ամբողջ այդ ընթացքը անցկացրեց աղոթքով եւ Քրիստոսի խորհրդաբար Քրիստոսի ոտքերին փարված, պահպանելով Քրիստոսի պատգամներն ու խոսքերը մեզ համար, Քրիստոսի եկեղեցու համար։ Նա Աստվածամայրը եղավ կենդանի վկան Քրիստոսի
եւ նա ամբողջ այդ ընթացքում ապրելով Երուսաղեմ Հովհաննես առաքյալի տանը ոչ մի տեղ գնալու կարիք չուներ, նա Քրիստոսի իր որդու ոտքերին էր փարված, եւ ով ցանկանում էր տեսնել Քրիստոսին, գալիս էր Աստվածամոր մոտ, քանի որ նա այնպիսի վկան էր Քրիստոսի եւ Քրիստոսի հարության, ինչպես Ադամը եղավ կենդանի վկան դրախտի։ Մենք գիտենք, որ Ադամը ապրեց 1000 տարի եւ այդ տարիների ընթացքում նա մոտավորապես 50 սերունդ մարդ տեսավ եւ որոնց համար Ադամը եղավ կենդանի վկան դրախտի, քանի որ նա էր միակը, ով տեսել էր դրախտը ու մարդկանց պատմում էր դրախտի մասին իր իսկ արտասուքներով, քանի որ Ադամը շարունակ լաց էր լինում կորցրած դրախտի համար։ Այդ լացը եւ նրա արտասուքներն էին կենդանի վկայությունը, որ դրախտը գոյություն ունի։ Եվ ճիշտ այս նույն օրինակով Աստվածամայրը եղավ կենդանի վկան Քրիստոսի երկրորդ Ադամի, որը մեր փրկության եւ մեր հոգեվոր կյանքի հավիտենականության ճանապարհն է ցույց տալիս իր իսկ խորհրդով։ Եվ մենք Աստվածամոր բարեխոսությունը խնդրելով յուրաքանչյուր մի տոնի, որովհետև Աստվածամայրը մի քանի տոներ ունի տարվա ընթացքին մեր եկեղեցական տոնացույցում, միշտ էլ մենք ցնծությամբ եւ մեծ ոգեվորությամբ ենք նշում Աստվածամոր հիշատակը եւ ոչ միայն հիշում ենք եւ ոչ միայն տոնում, այլ նաեւ ամենակարևորը խնդրում ենք Աստվածամոր բարեխոսությունը մեր ընտանիքների, մեր հոգևոր ընթացքի, հավիտենականության ճանապարհին մեր անսայթակ ընթացքի եւ առհասարակ մեր երկրի խաղաղության համար։ Մայր եւ գույս եւ աղախին Քրիստոսի, դու որ միշտ բարեխոս ես աշխարհի, քեզ երանի են տալիս բոլոր ազգերը։ Մաքուր աղավնի եւ երկնքի հարս, Մարիամ, տաճար եւ աթոռ Աստվածորդու, քեզ երանի են տալիս բոլոր ազգերը։ Երկնայինները քո միջոցով հաշտվեցին երկրայիններիս հետ եւ քո շնորհիվ մոտեցան կենաց ծառին, քեզ երանի են տալիս բոլոր ազգերը։ Не трогайте меня. Нет, нет, нет. Չնա գերության եւ սիրո մասին է, ով օգնում են գերոջը եւ զարթնակնում։ Բացի այս մեկից։ Լուսնից կապիկ շողվեց, կաթած երկրի երեսին։ Դու որ միշտ բարեխոս ես աշխարհի, քեզ երանի են տալիս բոլոր ազգերը։ Մաքուր աղա։ Ավելանում են գույները եւ կերպարները սկսում են շարժվել։ Ամեն ինչ դրվում է
Մենք երկու ճամփորդ պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք փնտրում հազարից դեր հայր Այս ճամփի վերջում ինչ կանձ է պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ցողի մեջ ցոլում Մենք գնում ենք ուր կա սիրո ակունք Երկնային լույսով ու հույսով անցիր Մեր առջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք Տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք Տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք Տիրոջ հրաշքին Տեր հայր, քեզ շատ եմ կարոտել։ Միշտ հիշում եմ մեր հանդիպումներն ու ճամփաները։ Լավ է, որ շատ զբաղված ենք ու ծանրաբեռնված, ու ժամանակ արագ է անցնում։ Շատ հետաքրքիր է այստեղ։ Շատ բաներ ունեմ քեզ պատմելու, քեզ հետ խորհրդակցելու։ Էլ չեմ գրի, որովհետև շուտով գալու եմ։ Եկել ես։ Եկել եմ։ Օրհնատերեր։ Աստված օրհնի։ Բարի գալուստ։ Ամրացել ես, պնդացել ես, հա? Դե շուտ աթոռը բեր նստիր։ Ոնց ես։ Լավ եմ։ Ոնց որ թե չես փոխվել։ Հայք։ Չեմ փոխվել։ Դե փոփոխությունները այստեղ եմ գլխիս մեջ։ Գլխի մեջ։ Դե դրանք չեն երևի։ Հետո կերևա։ Պատմիչ լսեմ ուղևորությունից հետ գոհ ես։ Դե հա, շատ գոհ եմ։ Նոր մարդկանց հանդիպեցի, նոր բաներ սովորեցի, աշխարհ տեսա։ Ապա դուր տեսնեմ տեսածդ աշխարհը։ Ինչ էլ կապույտ եք որում, հա։ Մի խոսքով գոհ ես։ Շատ գոհ եմ, Տեր այր։ Հա, քան չեմ մոռացել, դες փոքրիկ ուշանվեր եմ բերել։ Ուշանվեր։ Կացրեմ։ Ահա, մոմակալ է, շատ գեղեցիկ մոմակալ է։ Շնորհակալություն, հայ։ Դրեմ սեղանիս։ Ափսոս, որ Աստվածածնի տոնին չհասար։ Չհասրի, Տեր հայր։ Բայց անցյալ տարի այդ տոնի մեջ մատին էին գնացել։ Սուրբ պատարագից հետո խորանին մեծ ամաների մեջ դրված խաղի ողկույրներ օրհնեց հենց ինքը վեհափառ հայրապետը։ Հայ, կարծեմ ես պետք է համակարգչի մեջ ունենամ
մայր տաճարում խաղաղորդնեկի արարողությունը։ Տեղ։ Կարող ես բացել նայել։ Հա, նայենք։ Իսկ ինչու է օրնվում հենց խաղը, այլ ոչ թե տանձը, դեղցը կամ ձմերուկը։ Որովհետև Հայկ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ինքն իրեն անվանեց ճշմարիտ որդատունք։ Հետո խորհրդավոր ընթրիքի ժամանակ սեղանին դրված գինին օրհնեց, որ խաղողից է ստացվում, եւ ասաց. «Սա է նոր ուխտի իմ արյունը,